Արեգնազ Մանուկյանի դստեր հետ կապված շատ են բարձրաձայնել, որ չի թույլատրվում 13-ամյա դուստրը հանդիպի նրա հետ։ Որպես կին պատգամավոր եւ մայր ինչպես եք վերաբերվում այս հանգամանքին։ Շատ լավ։ Իհարկե ինձ համար որպես պատգամավոր, որպես կին մայր, շատ կարևոր է, որ ցանկացած դեպքում երեխայի լավագույն շահը չտուժի, եւ ես շատ ցավում եմ, որ 13-ամյա երեխան չի կարողանում տեսակցել մորը, բայց նաեւ որպես պատգամավոր, հաշվի առնելով նաեւ ինչ մեղադրանք է առաջադրված, իսկ դուք գիտեք, որ ծանրագույն մեղադրանք է, իրավապահ համակարգը նման ուրեմն սանկցիա է մտածել, որոշել, որովհետև ելի եմ ասում հաշվի եկեք առնենք, թե ինչ ծանրագույն մեղադրանք է առաջադրված տիկին Մանուկյանի նկատմամբ, համենայն դեպս շատ ցավում եմ, որ 13-ամյա աղջիկը, որը իմ դստեր տարիքին է, հնարավորություն չունի մորը տեսակցելու, բայց չեմ ուզում էլի հիմա եզրահանգումներ անել գործի հետ կապված նախաքննություն է ընթանում։ Տիկին Հակոբյան, ընդհանուր առմամբ ԿՊԱ-կանների ելույթները լսելիս տպավորություն է, որ անհաշտեք միայն նախկինների դեմ պայքարում, իսկ թիմակիցների հետ կապված նույն սկզբունքները գրեթե չեք կիրառում։ Այդ տարբերությունը ինչի բերումով եք տեսել օրինակ, ես ինչի հետ եք համեմատում, հա, իհարկե նախկինների հետ մենք հեղափոխություն ենք արել ու հիմա էլ պայքարում ենք նախկինների դեմ, ովքեր հենց հիմա նստած են ընդդիմադիր երկու խմբակցություններում։ Ուժեղ Հայաստանի դաշինքը ներկայանում է իբր նոր ուժ, բայց մեծ մասը հանրապետական կուսակցությունից եկած մարդիկ են, ել չեմ ասում խմբակցության ղեկավարի հոր ով լինելը, այնպես որ իհարկե պայքարում ենք, մեր թիմակիցների հետ կապված ասեմ, որ մենք երևի ամենաանողոքն ենք եղել մեր թիմակիցների հանդեպ, մենք ինքնահայեցմամբ մշտապես ենք զբաղվել եւ միայն մեր իշխանության օրոք է, որ դուք տեսել եք գործող նախարարի, փոխնախարարի, պատգամավորի նկատմամբ, հա, անգամ կալանավորման, ձերբակալման դեպքեր, հարուցված քրեական գործեր եւ ասել, որ մենք աչք ենք փակում մեր թիմակիցների խնդիրների դեմ, այդպես Տիկին Հակոբյան, կներեք էլի մենք հարց տամ, Տիկին Հակոբյան, տեսեք, Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը, հա, պետականացնելու, վերջցնելու այս գործընթացին հետ մեկտեղ նաև մուլտիվելնեսն է վերցվել, նայեք, ի սկզբանե հայտարարվել է, որ տարածքն է ապօրինի եւ այն պետք է վերցվի, բայց այս դեպքում քաղաքապետարանը ինչ գործ ունի Գագիկ Ծառուկյանի, օրինակ տրինաժորի զալի, այդտեղ արկա գույքի հետ, դեպ Ավինյանը եւս հա, Ավինյանը այնտեղ ըստ արդեն տնօրենի հայտարարության Ինստագրամի էջ ինչ իրավունքով եք։ Հիմա ոնց որ փայլակի հարցն է, հեսա դուք էլ հարց կտեք։ Եվ նաև ըստ տնօրենի հայտարարության Տիգրան Ավինյանը ծրի է պարապել այնտեղ, սա նաև ըստ էության 600,000 դրամանից քարտացավ։ Ես դրա ժողովուրդ, ես ինչ կապ ունեմ ինչ որ մեկի նվեր ստացած ենթադրյալ քարտի հետ, էլի։ Եթե ինձ հետ է կապված, ինձ հարց տվեք, իսկ իմ ինչ որ մի թիմակցի ու ինչ որ մի ես կապ չունեմ, բայց ինչ վերաբերում է մուլտիվելնեսին, դուք գիտեք, որ ապօրինություններով էր այդ շինություն տարածքը վերցված եւ մեզ ամենաշատը այս տարիների ընթացքում հեղափոխությունից հետո հենց քննադատում են, որ նախկին ապօրինությունները մինչև վերջ բացահայտված չեն։ Դուք հիմա ամեն անգամ, երբ որ մի բացահայտում է լինում, ամեն օր նմանատիպ բաներ է, չէ՞, բացահայտվում, անգամ վարչապետը հատիկ առ հատիկ հեշտեգով դնում է։ Որևէ մի դեպքում լրատվամիջոցները այսպես չեն բարձրախոսները դեմ տալիս, ինչու այսինչ համայնքի այսքան հեկտար տարածքը վերադարձվեց օրինակ համայնքին, հասարակությանը կամ չգիտեմ, այդ ապօրինությունները շտկվեցին։ Չեք անում, որովհետև միգուցե այն մարդիկ, ովքեր օրինակ այդ դեպքում ապօրինություն, շնորհակալություն ձեզ անձամբ, գնում որովհետև ուրեմն այն մարդը, որը միգուցե այդ ապօրինություններն արել է եւ հիմա վերադարձվել է ապօրինի գույքը որոշակի, չունի լրատվամիջոցներ կամ ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում։ Հիմա մշտապես բերել եւ այդ քաղաքականության մեջ որևէ ներգրավվածություն ունեցող մարդկանց այսպես դարձնել քաղհալածյալներ, աչք փակելով այն հիմքի վրա, որի հետ կապված նրանց հետ առնչվում է պետությունը, սա էլ եկեք ընդունենք, որ ազնիվ չէ։ Իսկ մնացած հարցերը գույքն է նաև անցել,
միայն հողն է, անունն է փոխվել, ցուցանակն է փոխվել, ես դրան չեմ տիրապետում, ես մոտով չեմ, կյանքում չեմ մտել այդ համալիր։ Հիմա նորմալ է, որ Ավինյանը ձերին դեղ պարապել է։ Ես ախր ինչ գիտեմ, ես չգիտեմ, ես չգիտեմ, եկեք պարոն Ավինյանին կհարցնեք, ինքն էլ հաճախակի շփում է։ Դուք խնդիր համարում եք, որ իշխանության ներկայացուցիչը թանկարժեք նվեր է վերցնում բիզնեսի ներկայացուցիչի։ Ինքս չեմ օգտվել նվերի, չէ, ես իմ կարծիքն եմ ասում, չեմ օգտվել, որովհետև նաև նման սահմանափակում ունեն պաշտոնյաները։ Տիկին Հակոբյան, շատ է խոսվում Ալեն Սիմոնյանի նոր պաշտոնների մասին։ Դուք տեղեկություն ունեք, նոր պաշտոն ունենալու է Ալեն Սիմոնյանը, օրինակ դեսպանի պաշտոն։ Ես տարբեր վերնագրեր կարդում եմ լրատվամիջոցներում եւ ինքս չեմ տիրապետում պարոն Սիմոնյանը ինչ որ աշխատանքի պաշտոնի առաջարկ ունեցել է թե ոչ, բայց ուրեմն հանգստից վերադառնալուց հետո պարոն Սիմոնյանի նա շատ հաճախ լինում է փողոցներում, սրճարաններում Երևանի, դուք կարող եք նրան էլ հարցնել կամ ինքը միշտ այդպես ձեզ հետ ակտիվ է շնչում, ինքը շփվում նաև ինքը իր սոցցանցերն է ակտիվ օգտագործում, այնպես որ դուք կարող եք իրենից էլ հարցնել, բայց այն որ պարոն Սիմոնյանի ուրեմն հմտությունները, փորձառության կարիքը մեր իշխանությունը, մեր հասարակությունը նաև այդ պահանջը բարձրաձայնում է, դա էլ է հաստատ, այնպես որ այդպես հիմա տեսնում եմ պարոն Սիմոնյանին իբր վերջ, ինձ էլ հարցեր են տալիս լրագրողները, թե դուք մենակ պարոն Սիմոնյանի պաշտոնին։ Ինձ օրինակ շատ են գրում, քիչ առաջ էլ մի նամակ եմ օրինակ ստացել, ձեզ էլ կարող եմ ցույց տալ, շատ են ուզում պարոն Սիմոնյանին տեսնել էլի ակտիվ քաղաքականության մեջ։ Հնարավոր է բողոքով զանգվածը փողոց դուրս գա պարոն Սիմոնյանը։ Դրա կարիքը չկա, հարգելի Նարեկ։ Տիկին Հակոբյան, ազգային ժողովի նախագահի Ուժեղ Հայաստանի թեկնածուն պարոն Մարիամ Վարդանյանն է, դուք նախորդ ազգային ժողովում հնարավորություն ունեցել եք աշխատել պարոն Վարդանյանի հետ։ Ձեր կարծիքը ազգային ժողովի նախագահի թեկնածու որպես նրա մասին եւ մասնավորապես ձեր դիրքորոշումը քվեարկության մասին։ Մենք միացյալ դիրքորոշում չունենք, որովհետև չենք քննարկել այդ հարցը։ Պարոն Վարդանյանի շատ կարճատև Հայաստան դաշինքի շրջանակներում շփումներից հիշում եմ, որ հավասարակշռված այդպես պատգամավոր էր ի տարբերություն իր այլ թիմակիցների, բայց մենք չունենք որոշում եւ նաեւ եկեք հաշվի առնենք, որ սա այսպես ասած ավելի շատ պահանջ է, որովհետև դա ընդդիմությանը հասանելիք փոխնախագահի պաշտոն է եւ ողջունելի է, որ Ուժեղ Հայաստան դաշինքը իրենց ուժին հասանելիք պաշտոնների համար թեկնածություններ կառաջադրեն։ Իսկ վիժեցնելու գործընթացի մասին խոսք չկա։ Բայց մինչև հիմա ինչն ենք վիժեցրել, որ դա վիժեցնենք, բայց մենք չունենք որոշում, էլի։ Նախագահների թեկնածությունների մասով հայտնի է։ Ես ձեր էջերում չեմ կարդացել, իսկ ես ձեզնից եմ նման բաները տեղեկանում լրագրողներից, չեմ կարդացել թե ում որտեղ են պատկերացնում։ Մենք մեր թեկնածուների մասին գիտեք, որ վարչությունում քննարկումից անմիջապես հետո վարչապետը հրապարակել է մեր թեկնածուների անունները, Ուժեղ Հայաստանը չի հայտնել դեռևս որևէ դիրքորոշում, չեմ կարող ասել, բայց դա իրենց հասանելիք պաշտոններն են, այնպես որ թող առաջադրեն, քննարկում կա դրա համար ուղիղ եթերում, մենք քննարկում հարց-պատասխան ելույթներով հանդես գանք եւ մեր տեսակետները մենք խմբակցություն ենք եւ մեր խմբակցությունը կունենա միացյալ դիրքորոշում վստահ եմ, մենք այդ քննարկումների արդյունքներն էլ ենթադրում եմ, որ կհրապարակենք։ Տիկին Հակոբյան, երկու հարց ունեմ, էլի նախ գուցե անդրադարձակ ես չլսեցի, եթե ասել եք կարող չպատասխանել Կոնջորյանի մասով հնարավոր է խմբակցությունը վերանայի որոշումը եւ օրինակ չընտրի պարոն Կոնջորյանին փոխնախագահ ազգային ժողովի եւ երկրորդ հարցը Ադրբեջանից Հաջիևա սահմանադրության փոփոխություններից է կրկին խոսել եւ ասել, որ ազդակներ են ստանում, որ Հայաստանում լինելու է հանրաքվե։ Հնարավոր է կա ինչ որ քննարկում Բաքվի հետ այդ մասով եւ չի հանրայնացվում կամ այդ ազդակները ինչպես են հասել Բաքու, որ հանրաքվե լինելու է այն դեպքում, որ Հայաստանում իշխող ուժը դեռ 2/3 չունի եւ այդ հարցի լուծումը իրավական առումով առնվազն տեսանելի չէ։ Մենք մեր
ներքին հարցերը ինչու պետք է քննարկենք որևէ երկրորդ երկրի հետ։ Դա մեր ներքին հարցն է, իսկ ազդակներ մենք հրապարակային ասում ենք, մենք նոր սահմանադրության այդպես հանձնաժողով ենք ստեղծել, այսինքն դա տես թաքուն բաներ, որ ազդակներ է հասել Բաքու։ Եթե մենք քննարկում ենք այդ ամեն ինչը, եթե մենք խոսում ենք, ունենք նախագիծը, ասում ենք, որ առաջիկայում հրապարակելու ենք այդ նախագիծը, մենք ասում ենք, որ շատ կարևոր այդ թվում դատական համակարգի բազմաթիվ խնդիրներ այդ նոր սահմանադրության շրջանակում ենք պատկերացնում, որ պետք է լուծենք, ինչ ազդակի մասին է խոսում։ Մենք ուղիղ ասում ենք, որ մենք առաջիկայում պատրաստվում ենք այդ process-ներն առաջ տանել։ Բայց ինչպես Տիկին Հակոբյան կա արդեն պատկերացում, որովհետև ըստ էության խորհրդարանի նախագծի ընդունման անհրաժեշտ ձայները ԿՊ-ն չունի, հնարավոր է հաշվի առնելով են կառուցողական մթնոլորտը, որ փորձում եք հաստատել աջակցության հետ, փորձեք համոզել, որ միանան ձեր օրակարգին։ Շատ լավ կլինի, որ նրանք էլ Հայաստանի շահը տեսնեն մեր հիմնարար փաստաթղթերում, կարևոր փաստաթղթերում, բայց գիտեք 18 թվականին էլ ԿՊ-ն շատ ամենափոքր խմբակցությունն էր ազգային ժողովում, բայց ժողովրդի ցանկության բերումով եկան եւ քվեարկեցին նրա համար, որ ԿՊ-ն լինի իշխանություն եւ ունենա վարչապետ։ Այսինքն, եթե ժողովրդի համար ընդունելի լինի մեր մայր օրենքը, ես չեմ կարծում, որ որևէ ժողովրդի ընտրյալ, падգամավոր կարող է դեմ արտահայտվել այդ կարևոր փոփոխությանը։ Դա լայն հանրային քննարկման է դրվելու, լայն առաջարկներ են լինելու, համալրվելու է, փոփոխվելու է, բոլորին հատ հասու է լինելու սահմանադրությունը, որովհետև գիտեք, որ պատմականորեն սահմանադրությունը ժողովրդի չի ընտրել եւ կապ չի զգացել իր մայր օրենքի հետ, որով պետք է առաջնորդվի իր կյանքի բոլոր փուլերում եւ մենք ուզում ենք, որ նաեւ նոր սահմանադրություն ունենալու նպատակն էլ հենց դա էր, որ մեր ժողովուրդը ընդունի, ընկալի եւ առաջնորդվի իր սահմանադրությամբ, ոչ թե ձևական բնույթ կրի։